Այսօր հունվարի 31-ն է, օրը երկուշաբթի, եթերում Խոստուբ հեռուստաընկերության կապան ու լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, բարի երեկո։ Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկել է հացի գնի հարցը։ Երկուշաբթի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խորհրդակցության էր հրավիրել Կապանում գործող հացաթխման արտադրամասերի ղեկավարներին, քննարկելու նրանց առաջիկա քայլերը եւ վերջնական որոշում ընդունելու։ Եթե մենք կարող ենք մեր մարզի համար, որը 1500 տոննա ցորել բերենք կամ ալյուրը բերենք, որ մեր հացի գները մեր մարզում մնա, որտեղ այսօր ամեն ինչ թանկանում է։ Եվ եթե միսը թանկացել է, մարդը կարող է այդ միսը չառել կամ 20 օրում է կարող, կամ շաքարը թանկացել է, կարող է չգիտեմ, բայց որը հացը ամեն օրվա իհարկե հսկական նշանակություն ունեցող վերջսնում դա, որ մենք պետք է հացին գոնե ուշադրություն դարձնենք։ Հետո հացը շուտեցիկ հացը ավելի բարձր են հատում, միշտ ասել նորեք հացը շունեց համար նաև երթում է, հացը շունեց համար դժվարք է, հացը շունեց համար սրտություն է, և շունեցիկ մարդկան, ուրեմն երբ իրարի ընթարված են, հացը դնում են մեջտեղ, հացով բարշում են, դրա համար մենք պետք է միշտ հացը նկատող շատ ենք։ Միջազգային շուկայում ցորենի գնի աճը հանգեցրել է ալյուրի եւ հացամթերքի թանկացմանը։ Եթե մինչեւ այսօր հացաթխման արտադրամասերն օգտագործել են նախապես համեմատաբար ցածր գնով ձեռք բերված ալյուր, ապա այսուհետ վերջիններս մեկ պարկ առաջին սորտի ալյուրը ներկրելու են 11500 դրամով։ Թանկացել են նաեւ վառելիքն ու ձեթը։ Ես ուզում եմ որոշեմ գինը, որ բավարարից է, ասենք թե հանձնաժողովը ստուգի, քաշներ, որակներ, գիններ, որպեսզի մենք իրարից չնեղանանք, այս ամբողջ Տեղում որոշվեց, որ փետրվարի 1-ից 600 գրամանոց հացը խանութներում կվաճառեն 240 դրամով, լավաշի գինը նույնն է 70 դրամ։ Ինչ վերաբերում է արտադրող-վաճառող փոխհարաբերություններին, ապա պայմանավորվածության համաձայն երկրորդի եկամուտը պետք է չգերազանցի 20 դրամը։ Դաշտում առողջ մրցակցություն ապահովելու համար բոլորը միանշանակ պետք է ուշադրություն դարձնեն հացի որակին ու սահմանված քաշի պահպանմանը։ Նորմալ արժեքական, այդ երկու մեկ էլ մարդ կասի, այսօր մինակ ես հաց եմ թխում, ես ինձ իրայնի որում թողիստան չեմ։ Իսկ մարդ կա թխված կա թխում, խառը հապրանքա ծախում, հացը իր հետ է 10 դրամեր կրծնեն, 20 դրամեր կրծնեն, դա ապրում է հակում, դա իրան վեջիներ չի։ Ինչ ուզում, այդ ուզում ասին, իր կպնի վեջ գործեն, եթե որոշալ եք 10 դրամ, որում 10 դրամ է։ Եթե հասկացա, որ դուք ձեր խոսքը չեք բաղ։ Բաղ, գեմ մարդկա բաղ չի, 10 օր բաղ, մի շաբաթ բաղ չի։ Փետրվարի 2-ից հանձնախումբը կշրջի հացի արտադրամասերում եւ խանութներում ու կստուգի նրանց աշխատանքը, որևէ խախտում արձանագրելու դեպքում պատիժն անխուսափելի կլինի, ընդհուպ մինչեւ արտադրամասի փակումը։ Փակեք, ցեխը փակեք, 1-2 հոգի որ ցեխը փակեք, արդեն ընդհանուր որոշումը կգործի։ Իսկ եթե այդ մարդը այսօր ընդհանուր որոշումը միշտ խախտում է, այդ մարդը Այդ հարցնել եք հաշվով որոշած։ Սահմանված գինը կպահպանվի մինչև ընթացիկ տարվա ապրիլ ամիսը, իսկ մինչ այդ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոստացավ հետևողական լինել շուկայում տիրող գնային քաղաքականությանը եւ կանխել անտեղի թանկացումները։ Սյունիքում քանի տարի է արդեն հացի գներին հետևում ենք եւ երբ որ ալյուրը էժանացնում ենք կտրուկ, երբ որ ալյուրը թանկանում է, բնականաբար թանկացնում ենք, բայց այդ թանկացումներն լինում են դա հսկողության տակ, որ ամեն մարդ իր ուզած ձևով չթանկացնի։ Այսօր երևի մասնակցեցիք եւ մի շարք անգամ մասնակցել եք, տեսել եք, էժանացման ժամանակ էժանացումը, թանկացման ժամանակ թանկացում։ Բայց կա կալկուլյացիայի խնդիր, այսինքն վառելիքի թանկացումը, ձեթի թանկացումը տարբեր է, եւ ալյուրի թանկացումն է, որ այսօր մենք 30 դրամով արդեն որոշեցինք, որ Կապանում 30 դրամով թանկանա։ Եվ պետք է որակին հետևենք եւ քաշին հետևենք։ Ունենք հանձնաժողովը պարբերաբար կստուգի հացի քաշի եւ որակը եւ միշտ ասել եմ, ես վերջին տարիներ երևի տեսել եք, որ Կապանում բոլոր հաց թխող փորերը արդեն մասնագիտացված մեքենան ունեն, մասնագիտացված անկյունները խանութներում կա, եթե միտեղ չլինի, դա բնականաբար կպատժվեն այդ մարդիկ։ Փորերը շատացել են, համենայն դեպս հաց դարձավ նաեւ բիզնեսի աղբյուր։ Եվ թող աշխատեն, նաև աշխատատեղեր են ստեղծվել բնականաբար, բայց այդ ամեն ինչը պետք է վերահսկվի, որ ամեն մարդ իր ուզած գինը չդնի, կամ իր ուզած քաշի։ Այսօր որոշված է 600 գրամ, ես ուղղակի խնդրում եմ մեր ժողովրդին նաև իրենք էլ իրենց հսկողությունը պահեն, որովհետև անմիջապես իրենց են խաբում եւ իրենք են դե խաբվում, այդ դրամը իրանցից է գնում
Եվ այսօր ունենք սոցիալապես անապահով շատ ընտանիքներ, գոնե ես տեղյակ եմ, ծանոթ եմ, որովհետև ամեն ընդունելության ժամանակ կապանից ես գիտեմ, ասենք ես այսօր 30-ից ավել մարդ եմ ընդունել եւ համարյա թե 35 հոգի մարդ եմ ընդունել, 35-ին էլ օգնել եմ ֆինանսապես։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում պատժվելու են։ Ես արդեն ասացի, հիմա էլ կրկնում եմ, խախտումներ հայտնաբերելու դեպքում պատժվելու են մինչև այդ փուռի փակումը։ Փակելու ենք, այդ փուռը փակելու ենք, հավատացեք փակելու ենք։ Գործակատարի կողմից խախտումը կարվի կամ այդ հաստատողի կողմից ամենայն դեպս երկուսն էլ պատժելու են։ Որովհետև ես նորից եմ ասում, գործ ունենք ժողովրդի հետ։ Եվ այդ միակ բանն է, որ պետք է մի քիչ գոնե խղճով մոտիկանան եւ մարդկայնորեն մոտիկանան հացին, չի կարելի, ասենք թե հացա թխում են, էլի իրենց փողը աշխատում են, բայց չի կարելի, շատ լուրջ sense խախտումներ կա։ Հացի քաշը պետք է լինի 600 գրամ, ես նորից եմ խնդրում մեր ժողովրդին, որ իրենք էլ օգնեն մեզ, գոնե իրենց տված ամաչելու բան չկա, իրենք դրա համար վճարում են եւ իրենք պետքա ասեն հացս կշռի։ Այս խնդիրը կա, եթե ժողովուրդն մեզ օգնեց, մենք եւ որակը եւ քաշը ավելի շատ կապահովենք։ Եվ դա նորից եմ ասում, դա միայն ժողովրդին է ձեռնտու։ Մենք պետք է համատեղ ժողովրդի հետ միասին կարողանանք այդ հսկողությունը պահենք եւ քաշի եւ որակի մեջ։ Մնացած ապրանքներին էլ փորձելու ենք էլի Կառավարական գները շատ կարճ ժամանակում։ Այս փետրվարի մեջ ահագին խնդիրներ ես կլուծեմ, որ ամեն մարդ իր ուզածը, դա ապտեկի դեղերից սկսած, չգիտեմ, խանութի մնացած պատճառող ապրանքներից հիմա պետք է փորձենք որ կառավարենք, որ ամեն մարդ իր ուզած գինը չդնի, նաև վերջը ցանկած դեղից սկսած մնացած ամեն ապրանքեր ժողովուրդը առնում է վերջը անհրաժեշտության դեպքում պետք է նկարանակարգի, որ գները գոնե մի քիչ մատչելի լինեն։ Տեղական արտադրողները դժգոհ են նաև դրսից հաց ներկրելու համակարգից, ինչը նույնպես նպաստում է մրցակցային անառողջ մթնոլորտի առկայությանը։